Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ, պարոն Մանասերյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Մանասերյան, եթե ընդհանրական հարցնեմ, հետո արդեն կբացենք թեման տարբեր իր բաղկացուցիչներով։ Արդյոք Հայաստանի տնտեսությունը այժմ վերափոխման փուլում է կամ ինչ մարտահրավերների առջև է կանգնած, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, ասեմ, որ ինձ մոտ դեռ բազմաթիվ հարցեր կան, եթե բարեփոխումների փուլում է, ապա մենք ինչից ենք դեպի ուր գնում։ Այս տարվա սկզբին հունվարի 8-ին ընդունվեց որոշում, կառավարության որոշմամբ հաստատվեց էկոնոմիկայի նախարարության ծրագիրը, որով, եթե չեմ սխալվում, այդպես էր, ուրեմն պարադիգմի փոփոխություն տնտեսական զարգացման, բայց ես մինչ օրս այդպես էլ չեմ ընկալել, թե մենք ինչ պարադիգմի մեջ ենք եւ դեպի ուր ենք այդ անցումն անում ու ինչպես պիտի դա արվի։ Այսինքն նույնիսկ չկար էլ պարադիգմ, հա, հայցակարգ գոյություն չուներ։ Ես այդպիսի բան չեմ ասում, բայց հեղինակները նման բան պարտավոր են անել, որպեսզի հստակ լինի, թե ինչից դեպի ուր ենք անցում կատարում։ Ընդունված էր 90-ականներին ասել, որ պլանային տնտեսությունից դեպի շուկայական տնտեսություն։ Այս դեպքում ինչից ուր ենք անցում կատարում, դա չկա եւ ընդհանրապես բազմաթիվ անհայտներ կան այս ամեն ինչում։ Մի բան փորձեցի նույնիսկ այդ փաստաթղթի մեջ Հայաստան բառը հանել եւ փոխարինել, չգիտեմ, որևէ ուրիշ երկրի անվանումը, ասենք Լեհաստան կամ Չինաստան կամ Ղրղստան։ Ոչ մի բան չի փոխում, գիտեք, ոչ մի, այսինքն ոչ մի կերպ չի արտացոլում Հայաստանի ոչ այսօրվա մարտահրավերները, խնդիրները, ոչ էլ այն սցենարները, որ կարող է Հայաստանը դիմագրավել այդ մարտահրավերները, եթե սցենարների փոփոխություն լինի։ Իսկ նման փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում պարտադիր կերպով լինելու են եւ այդ փոփոխությունները կան արդեն, այլ բան է, որ ոմանք դա չեն ուզում նկատել։ 44-օրյա պատերազմից հետո որակապես է փոխվել իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ եւ նաեւ արտաքին տնտեսական կապերը, այդ թվում տնտեսական դիվանագիտության բացակայության պայմաններում մենք չենք էլ հասկանում, թե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ուր է գլորվում։ Ինչ նպատակներ կան։ Տեսեք, ինչու ես մատնանշեցի սցենարները, որտեվ շատ հստակ 2026 թվականին այսպես ամեն օր թերևս կարող ենք ակնկալել հայ-թուրքական սահմանի բացում, որովհետև հայկական կողմը պատրաստ է, տեխնիկապես պատրաստել է եւ դրա մասին զեկուցել է, եւ թուրքական կողմն էլ ցանկացած բայի կարող է այդ անակնկալը մատուցել։ Բացել նկատի ունեք։ Բացել։ Հիմա ինչ կտա դա, այսինքն դրանից այդ պարադիգմի փոփոխությունը դեպի ուր կտանի եւ որ ճյուղերը ինչ ուղղությամբ կզարգանան կամ հետընթացք ունենան, ասենք գյուղատնտեսություն, չգիտեմ, մնացած անհայտ է։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սցենար հնարավոր է թե չէ։ Իհարկե հնարավոր է, այսինքն քննարկում են նույնիսկ մեզ ստիպում են արագացնել այդ գործընթացը, ժամկետ են տվել մինչև դեկտեմբեր ամսի վերջը։ Այդ դեպքում ինչ պիտի տեղի ունենա։ Հստակ թվերի հետ գործ ունենք, այսինքն որքան է արտահանումը կազմում դեպի Եվրասիական տնտեսական միություն, ավելի հստակ, ավելի շատ մեծ մասը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ասենք $700 միլիոն առևտուր։ Դա ինչով է փոխարինվելու։ Դրա փոխարեն ինչա լինելու եւ այլ, այսինքն բազմաթիվ անհայտներ կան, որոնք տնտեսագիտական հաշվարկների հիմնավորումների կարիք ունեն եւ ես ցավոք սրտի դրանց չեմ տիրապետում, որովհետեւ դրանք չկան բարձրապես։ Հիմա տեսեք, դուք ասում եք տնտեսության հիմնական նպատակները չեն նշվում, իշխանությունները որպես նպատակ այս պահին սահմանել են տնտեսության դիվերսիֆիկացիան, ասում են մենք մեր ինքնիշխանությունը պահելու համար մեկ կետից կախվածությունը փոխարինում ենք մի քանի կետերից կախվածության, որպեսզի երբ խնդիր լինի ինչ-որ միտեղ, մյուս տեղերում արդեն խնդիր չլինի։ Դուք նկատում եք այս փուլում այդ դիվերսիֆիկացիան։ Նախ ուզում եմ պարզ տնտեսագիտական գրագիտությանը դիմել, անդրադառնալ, որ բազմազանեցումը, փորձենք հայերեն խոսել։ Բազմազանեցումը ինքը
միջոց է։ Եթե ունենք նպատակ չի կարող լինել բազմազանեցում։ Դա չգիտեմ որ ժանրից ասեմ։ Նպատակը կարող է լինել այս ուղղվածությունը, այսինքն այսինչ ճյուղերի առաջընթաց զարգացումը, չգիտեմ, գիտելիքային տնտեսության զարգացումը, ծառայությունների ոլորտի բազմազանեցումը ինքը գործիք է, ինքը միջոց է, որը կարող է նպաստել այդ ընդհանուր ռազմավարությանը, եթե ունի պետությունը նման ռազմավարություն, բայց ցավոք սրտի պետությունը չունի ոչ միայն տնտեսական ծրագիր, այլ նաև ընդհանուր զարգացման նպատակ չունի։ Մենք ձեզ հետ առիթ ունեցել ենք քննարկելու։ Նույնիսկ բյուջեն էիք ասում, որ նպատակ չկա։ Պարզ արտատպումն է նախորդ բյուջեն։ Այո, եւ դրանք ուղղված չեն, այսինքն դրանք աստիճանները չեն դեպի վերին նպատակ հասնելու։ Ուրեմն մի օր կարող են ասել բազմազանեցում, մեկ ուրիշ օր կարող են ասել մենաշնորհացում, մյուս օրը ազգայնացում։ Սրանք եզրույթներ են, որոնք ուղղակի օդում այսպես անիմաստ շրջանառվում են։ Ինչի համար բազմազանեցնենք, որ ինչ անենք, տնտեսական անկախությունը ավելի ընդգծենք Հայաստանի Հանրապետությունում։ Այո, կախվածությունը վերացնում ենք։ Տնտեսական կախվածությունը կարող ենք վերացնել այն դեպքում, երբ որ մենք գիտենք, մենք ունենք նախ տնտեսություն, ուզում ենք տնտեսությունը զարգացնել, տանել առաջ, եւ այդ ճանապարհին զգում ենք, որ կախվածություն կա։ Այդ դեպքում ասում ենք եկեք բազմազանեցնենք եւ տեսնենք թե ինչ մարտավարություններ կարող ենք ընտրել այդ ռազմավարությունը առաջ տանելու համար։ Սա ուղղակի որպես այսպես ներբող, որ տարական գրագիտության աստիճանի բարձրացման կարիք ունի մեր կառավարման համակարգը տնտեսության։ Իսկ մարտահրավերները բազմաթիվ են։ Բազմաթիվ են, որովհետև մենք հաշվի չենք առնում մի շատ կարևոր հանգամանք։ Մենք այդ ամեն ինչը որ անելու ենք, նույնիսկ եթե դրվեն թիրախներ, մենք ուզում ենք զարգացնել, չգիտեմ, ծառայությունների ոլորտը եւ դրա մեջ հատկապես այս ոլորտները ինչի համար, ում ասած ծառայելու, մարդուն է ծառայելու, արտաքին աշխարհին տպավորելուն է ծառայելու, առանձին խմբին է ծառայելու, ամբողջ պետության առաջընթացի ինչ որ մասն է սպասարկելու, սա շատ կարևոր է։ Ի վերջո դա հասկանալու համար ընդ այդքան հեշտ չէ որ միանգամից նստենք ու ասենք նայենք առաստաղին ասենք այ մեզ թվում է որ ծառայությունների ոլորտի զարգացման երկիր պիտի լինի Հայաստանը։ Մենք նախ պիտի հասկանանք որտեղ են գտնվում, մեր ռեսուրսները մեզ բավարար են դրա համար, թե չէ։ Կամ հակառակը պետք է սկսենք ռեսուրսների հաշվառումից գնահատականից, տեսնենք դրան համապատասխան նպատակ կարող ենք սահմանել, որը մեզ համար իրատեսական է, ոչ թե անիրական։ Պարոն Մանասյան, հիմա երբ օրինակ ասում են մենք գնում ենք դեպի Եվրամիություն, դա նպատակ է, թե ոչ։ Ինչու են հիմա որոշել նման հայտարարություններ անել, միևնույն ժամանակ չհստակեցնելով մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, թե դուրս չեն գալիս, եւ առհասարակ այս փային մեր տնտեսությունը Եվրամիությունում տեղ ունի, թե չունի։ Գիտեք, դա նման է նրան, որ ես ասեմ, ես գնում եմ հյուր ընկերոջս մոտ։ Առանց հարցնելու, առանց հարցնելու ինքը տանն է կամ սպասում են, թե ոչ։ Կարող է իրանց մոտ այնքան հյուրեր կան, որ որքան էլ ես հաճելի հյուր լինեմ իր համար, անպատեհ լինի պարզապես։ Հիմա Եվրամիությունում շատ ավելի ազնիվ են, քան մենք իբրև պետություն, որ օրենք ենք անգամ ընդունել։ Սա իսկապես ոմանց համար ծիծաղ է առաջացնում, բայց տրագիկ կոմեդիա է, որովհետև որևէ երկիր ես որքան ուսումնասիրեցի Եվրամիության անդամակցելու օրենք չունի։ Ոչ հիմնադիր հայրերը, այդ 15 պետությունները, որ ստեղծեցին Եվրամիությունը, ոչ դրանից հետո միացած են մյուս 10 պետությունը եւ էլի եկածները։ Նման օրենքներ չունեն, նույնիսկ Brexit-ը, որ տեղի ունեցավ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, օրենք չեն հանել հատուկ, ուղղակի մարդկանց կարծիքն են հաշվի առել եւ դրանով բավարարվել են, այսինքն հանրակրվեով կարողաց ինչա այս ամեն ինչը նշանակում։ Ում ենք մենք ուզում տպավորել, ում շահերն ենք ուզում սպասարկել։ 4 թվեր կան, որոնց պետք է պատասխան տալ։
ես մեկը արդեն մատնանշեցի 700 միլիոն արտահանում Ռուսաստան։ Ինչով ենք, եթե դրա դիմաց Եվրամիությունը ասում է 50 միլիոն կտամ, հետո այս պահին 2 քանի միլիոն եմ տալիս կամ եւ այլն, սա մեր արժանապատվության հարիր է, թե այսինքն կամ մենք ընդհանրապես որ ոլորտից ենք, աբսուրդի, թե ռեալ իրականության 700 միլիոնը ինչով ենք փոխարինում եւ որ գյուղացում պիտի տակ ինչի համար, որ վնասները փոխհատուցելու եւ ոչ միայն գյուղացիներն, այլ նաեւ այլ։ Դա նախընտրական ժեստ էր, պարոն Մանասերյան, այսինքն պարզապես տալ, որ այդ պահի զայրույթը մի փոքր հանդարտեցնեն ու հետո այդ խնդիրը այդպես մնա։ Ես այն ազդակները, որ լսեցի, Եվրամիությունը ինքը շատ ազնիվ է, նորից եմ ասում։ Ինքը ասում է, որ ես ձեզ դեռ չեմ սպասում։ Անուղղակիորեն ասում ես ինչ օրենք եք ընդունել ու մեր պետք սա։ Բայց երկրորդը, երբ որ մենք այդ վնասները կրում ենք, ոչ այդքան պարկեշտ պահելով իբրև պետություն Եվրասիական տնտեսական միության կազմում, հա, եւ դա բազմիցս նշվել է։ Այն պարագայում, որ Եվրասիական տնտեսական միությունը ասում է կողմնորոշվեք, մենք պետք է կողմնորոշվելուց առաջ պարզ թվաբանական հաշվարկներ կատարենք։ Մենք կարող ենք դա անել, թե չէ։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ եւ հիմա ուզում եմ դարձյալ պնդել, որ մեզ համար Եվրամիությունը միակ այլընտրանքը չէ, բաղձալի է։ Մենք Եվրամիության հետ պետք է մերձենանք, ինչպես պետք է մերձենանք ցանկացած բարձր չափորոշիչներ ունեցող երկրների կամ երկրների խմբի հետ։ Բայց այս պահին մենք ինչպես ենք պահելու մեր ազգաբնակչության այն պահանջմունքները, ինչպես ենք բավարարելու։ Նվազագույնի մասին եմ ես խոսում։ Ունենք այդ բյուջեն, ունենք։ Բյուջեի հետ մենք ըստ էության խաղ ենք կամ չենք էլ հարգում մեր ընդունած օրենքը։ Ինչպես չենք հարգում այդ օրենքը, որ ընդունվեց Եվրամիության անդամակցության, դա օրենք էլ չէ։ Եթե օրենսդրի աչքով նայեք, դա օրենք չի։ Ցանկությունը։ Չէ, օրենքը ունի իր տրամաբանություն, իր սկզբունքներ, իր կառուցվածքը, իր նաև եզրափակիչ դրույթ, անցումային դրույթներ եւ այլ, այդպիսի բաներ չկան այնտեղ։ Խնդիրը հետեւյալն է, դուք ասում եք նախընտրական խոստում։ Տեսեք, դրանցից հիշենք եւս մեկը, որը արվեց շատ այսպես սքողված ձևով եւ շատերը չեն էլ իմանում, թե ինչի հաշվին դա արվեց։ Մենք երբ որ ասում ենք պետական բյուջե, դա օրենք է։ Դա ոչ թե մեր կուտակած խնայած փողերն կամ հարկերն հավաքել ենք, հիմա մտածենք ինչա։ Օրենքի ուժ ունի ինչպես ձևավորված մասը եկամտային, որ այդքան պիտի անպայման մենք ապահովենք իբրև պետություն, այնպես էլ դրա ծախսային մասը եւ օրենքի խախտումը ինչպես հա թոշակները նկատի ունեք, որը բյուջեն հիմա կգամ թոշակներին էլ ինչպես դրա գերածախսը դա օրենքի խախտումը այնպես էլ խնայողությունը շատերը չեն խոսում դրա մասին կամ չեն ուզում տեսնել խնայողությունը դա լավ բան չի պետական բյուջեի մակարդակով եթե մենք ձեզ հետ միասին խնայողություն անենք դա շատ լավ է դիտվում որ մենք տնտեսապես կարողացանք ճիշտ հաշվարկ անել եւ խնայել բայց պետական բյուջեի խնայողություն անելը խոսում է ուրիշ բանի մասին սահմանափակ ռեսուրսներից ֆինանսական ռեսուրսներից անկարողություն ապաշնորություն այն ծրագրերը իրականացնելու, որոնք պարտադիր բնույթ ունեն, հասկանում եք։ Այսինքն ծրագիրը չի իրականացվել, չի իրականացվում, այո։ Բյուջեն խնայվել է։ Խնայվել է։ Ահա։ Իսկ դա դարձավ այս վերջի տարիների ավանդույթներից մեկը տնտեսական, այսպես ասենք, բյուջեի խնայողություններ։ Եվ մյուս կողմից մենք ունենք բավական մեծ ոչ համեստ ռեսուրսային մաս, պահուստային ֆոնդ եւ այլն, որոնք այսպես կամայական կարող են ծախսվել այսինչ տոնակատարության, այնինչ հանդիսության եւ այլնի համար, բայց հենց որ գալիս էր խնդիրը այդ ձեր մատնանշած կենսաթոշակներին, չկա, չունենք, դա առաջնահերթություն չի։ Ես բառացիորեն ասում եմ, այն ինչ որ կա։ Ցավոք սրտի դա առաջնահերթություն չի եղել նաեւ նախորդ կառավարությունների ժամանակ։ Ցավալիորեն, այսինքն կենսաթոշակի մակարդակի բարձրացումը դեպի պարենային զամբյուղ չի եղել առաջնահերթություն եւ ներկայիս իշխանության օրոք դա ավելի այսպես հետին պլան մղվեց
Եվ հանկարծ հիշեցին բնականաբար բյուջեով նախատեսված չէր։ Սա Բյուջեով նախատեսված չէր, որովհետև ընդամենը 1.5 այդ խոստումը տալուց 1.5 ամիս առաջ հաստատվել են բյուջեն եւ քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել էր իմ գործընկերների կողմից, որ կենսաթոշակները եւս բարձրացնենք եւ նվազագույն աշխատավորը ասել են, որ ռեսուրս չկա։ Հիմա այն ինչ որ արվեց հարցը առաջանում, նույնիսկ ոչ տնտեսագետը պիտի մտածի, բա ինչի հաշվին, ինչ որ միտեղից պետքա կտրել բերել, չէ՞։ Բազում այն խեղճ ու կրակ մարդիկ, որ ինչ որ չնչին գումարներով նպաստ են ստանում, նրանք ընդհանրապես հիմա իրավունք չունեն դրա մասին մտածելու անգամ։ Եվ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում սա լրջագույն խնդիր է։ Եթե մենք ապրենք իսկապես Եվրոպայում կամ ապրենք մեկ այլ զարգացած երկրում աշխարհամասում, մենք այդքան չենք մտահոգվի։ Ուղղակի կքննարկենք եւ կանցնենք առաջ, բայց Հայաստանի Հանրապետությունում դա ոչ միայն սոցիալական, ոչ միայն տնտեսական, ոչ միայն քաղաքական, սա բարոյական խնդիր է։ Այսինքն դա կատարվեց մեկ այլ խավի հաշվին։ Հիմա նպաստավորները այլ խավի հաշվին եւ դրանից առավել այն որ դարձել է 46000 դրամ, մենք շատ լավ հասկանում ենք, որ միայնակ կենսաթոշակառուն չի կարող դրանով իր կարիքները հոգալ։ Եթե միայնակ է եւ տուն պետք է վարձի, իսկ այդպիսիք մենք ունենք բազմաթիվ մարդիկ կան, որոնք ուղղակի տուն պետք է վարձեն որևէ տեղից։ Դա էլ դնենք մի կողմ վրա այս խավը։ Բարձ մարդ, որ իր տանն ապրում է, կոմունալ ծախսեր եթե պիտի սկսի վճարել, այ ծմրանը արդեն կերևա, որքանով է դա բավարար մարդկանց։ Նախ եւ առաջ կոմունալ վճարումներից ծախսերից որևէ հետ վճար չի արվում եւ այն ինչ որ այդ անդադ 30-ով են տալիս կենսաթոշակառուներին մենք բոնուսներ եւ այլն ինչ բոնուս կարող է մարդ ստանալ 46000-ը տեսեք ձմռանը ինչքան պետք է վճարենք կացարանները տաքացնելու համար էլեկտրաէներգիայի համար ջրի համար չէ հեռահաղորդակցության ինչ որ պետք է շփվել հեռախոսի եւ այլն Բայց սրա հետ մեկտեղ պարոն Մանասյան, մենք խոսում ենք նաև օրինակ գազի գնի թանկացման մասին եւ ասում ենք դրա մասին չենք խոսում։ Տեսեք, ես խոսում եմ իդեալական պայմանների մասին, որ ամեն ինչը շատ լավ է, ես նույնիսկ եթե նկատեցիք, չեմ խոսում, որ մարդ պետք է հագուստ առնի, անտառի բնակչի կարգավիճակով ենք դիտարկում ինքներս մեզ, կենսաթոշակառուներին, որ հագուստ չպիտի առնի մարդ, նոր հագուստ իրավունք չունի առնելու։ Ինքը մեքենայով տեղաշարժվելու իրավունք չունի, որտեղ տաքսին եթե փող տվեց, հասարակական տրանսպորտին անգամ չի կարող բարբերաբար փող վճարել։ Եվ այլ եւ այլ։ Իրավունք չունի ինքը գնալ որևէ մեկի ծնունդը շնորհավորելու եւ այլն, այսինքն դրանից ամեն ինչ զրկված է։ Ինքը զուտ կենթանական, թող ներվի ինձ ասել, կարիքների կենսական կարիքների բավարարման համար սննդի գումար անգամ չունի։ Հիմա պարոն Մանասյան, դա նշանակում է արդյոք, որ պարզապես բյուջեն սխալ են պլանավորում։ Դուք որովհետև նշեցիք հսկայական պաուստային ֆոնդի մասին, որտեղից մեծ գումարներ են հատկացվում միջոցառումների համար, եւ մենք տեսնում ենք ինչ դրոնով շոուներ են անում, քանի միլիոն դրանք արժողություն ունեն։ Այսինքն ճիշտ պլանավորման դեպքում բյուջեին ներողություն կենսաթոշակին հատկացվելիք մասը կարող է շատ ավելի բարձր լինել եւ կենսաթոշակը շատ ավելի անգամներով կարող էր բարձրանալ։ Ես Հայաստանի Հանրապետության մեզ հետևող քաղաքացիներին կամ Հայաստանից դուրս մի փոքր թվաբանական խնդիր եմ առաջարկում լուծել։ Նայեն թե ինչքան գումար է տրամադրում կառավարությունը ուժային կառույցներին, բանակին ես նկատի չունեմ, ոստիկանությանը։ Եվ համեմատեն այդ աշխատավարձերը որ ստանում, հիմա նաև բարձրացման որոշում կայացվեց կառավարության կողմից։ Դա բավարար չէր։ Իրենց ցենզը շատ ցածր է, գրագիտություն անգամ, բավարար գրագիտություն չունեն։ Ոստիկանին ուսադիրները կապիտանի ուսադիրով կարող եք հարցնել, ինքը ասում է, այս օրենքը ընդունել է կառավարությունը եւ այլ եւ այլ։ Այս մակարդակի խոսակցություն է գնում, այսինքն ինքը չգիտել, որ ազգային ժողովն է օրենք ընդունողը։ Իրենց աշխատավարձերին նայեք, այդ ֆոնդին նայեք, այդ գումարներին նայեք եւ համատեք օրինակ եմ ասում գիտությանը հատկացվող գումարներին։ Ես խնդիր եմ տալիս, ես հատուկ չեմ ասում այդ թվերը եւ համեմատեք կենսաթոշակներին հատկացված գումարները։ Ինչ են ստանում այս մարդիկ։ Ինչ խեղճ ու կրակ գումարներ են եւ քանի անգամ ավելի կարելի էր տալ, որպեսզի
բավարարվեր գոնե պարենային զամբյուղի գումարը նվազագույն զամբյուղ։ Այսինքն սա խոսում է պետության առաջնահերթությունների մասին։ Սա խոսում է պետության առաջնահերթությունների բացակայության մասին։ Սա արդեն որպես համոզմունք կարող ենք արձանագրել։ Պարոն Մանասյան, դուք խոսում եք նվազագույն զամբյուղի մասին, ասում եք ինչպես են կոմունալները մուծելու գազ եւ այլն, սրա հետ մեկտեղ, եթե թոշակառուի ստացած թոշակը չի հերիքում նույնիսկ կոմունալները մուծելու, այդ դեպքում ինչպես է իշխանությունը խոսում ամբողջությամբ անկախանալու, ինքնիշխանություն ձեռք բերելու եւ ասում է Ռուսաստանից եւ ասում են մեզ պետք չէ նրանց տված էժան գազը, մենք օրինակ Արամ Սարգսյանի ասածը մեջ բերեմ, ասում եմ մենք կարող ենք Նիդերլանդներից 500 քանի դոլարով դեռ Արամ Սարգսյանին։ Մաս մի քիչ բարոյական նորմերը պիտի պահպանի, որ կարողանա երբեմն հանդես գա։ Այն անեծքն ու հայհոյանքը, որ իրան է ուղղվում, պիտի մարդ մի քիչ մտածի իր իմիջի մասին, հեղինակության մասին, նոր ինչ-որ բաներ արտաբերի։ Ես հասկանում եմ, որ ամեն մեկը մի տեղից սնվում է ինչ-որ գումարներից։ Եվ գիտեմ, թե իրեն կամ իր նմաններին, կամ Բարբաջաններին, կամ Շիրինյաններին, կամ Շիրիմյաններին ու Խզմզյաններին ինչ են տալի, որտեղից են տալի։ Բայց այդքանով հանդերձ մարդիկ պիտի մի քիչ իրականությանը մոտ բաներ խոսեն, չէ՞։ Չի կարելի անընդհատ դուրս տալ, թող ներվի ինձ ասել, հետո դրանից հետո ասեն, չէ, ես սա նկատի ունեի կամ տեսեք, ես ուզում հետեւյալ հարցը ուղղել։ Իրեն չէ, ուղղակի բովանդակային մասով եկեք հասկանալ։ Նաև իշխանություններին էլ, որոնք իշխանությունը կամ պետությունը ուզում է ինքնիշխան դառնալ։ Բոլորիս ցանկությունն է, պետք չի այդ նուրբ լարերի վրա խաղալ։ Բոլոր պետությունները ուզում են ինքնիշխան լինել։ Հիմա ցույց տվեք որևէ երկիր, որը ինքնիշխան է եւ կախված չի մյուսներից։ Որևէ երկիր ցույց տվեք, որ այդպեսին է։ Նույնիսկ առաջատար երկրներ եսի նկատում եմ։ Ձեզ թվում է Միացյալ Նահանգները ինքը լրիվ ինքնիշխան ու անկախ է, բոլորից անկախ կարող է մի բան անել։ Ոչ։ Միացյալ Նահանգները ի հարգանս բոլոր երկրների եւ Միացյալ Նահանգների այսօր պատերազմելով, անուղակի պատերազմելով Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի դեմ 55 երկիր է պատերազմում Ռուսաստանի դեմ։ Դրանցից առաջատարը Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ ինքը անգլերեն ասած backdoor մյուս կողմից, մյուս հետևի դռնով շատ լավ առևտուր անում։ Աճում է այդ առևտրի ծավալները։ Հասկանում եք։ Աճում է առևտուրը Ռուսաստանի Դաշնության հետ եւ դա վերաբերվում է նաեւ եվրոպական երկրների։ Հիմա ոչ թե ուզում են անկախանալ, սա ուրիշ տերմին է, ուրիշ եզրույթ է, որը կարելի է վերլուծել, հասկանալ։ Եթե մենք հացահատկի 90%-ից ավելին ներմուծում ենք Ռուսաստանից, իսկապես խնդիր կա։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանը նույնիսկ ամենաբարեկամ երկիր լինելով հանդերձ կարող է մի օր իր համար բավարար քանակությամբ հացահատիկ չունենա։ Մենք չենք կարող սպասել մինչև այդ պահը գա, նոր մտածենք, թե ուրիշ ելով ունի։ Դրա համար մենք առաջին անհրաժեշտության ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների գծով պարտավոր ենք այդ մարքեթինգը անել։ Բազմազանացում անել։ Այո, պարտավոր ենք, մենք չենք կարող ժողովրդին մատնել։ Երկրորդ խնդիրը, մենք իբրև պետություն պետք է բավարար պաշարներ ունենանք։ Պետական ռեզերվներ, մասնագիտական լեզվով ասած, որպեսզի մենք կարողանանք չավարտված պատերազմի պայմաններում գտնվող որպես երկիր, գոնե նվազագույն ապահովենք պարենային անվտանգություն։ Ես դրա համար եմ ասում, բայց տնտեսական դիվանագիտությունը ինչի համար է, ինչի մասին է, որպեսզի կարողանանք հարաբերվել նաև այլոց հետ եւ գոնե հող նախապատրաստենք խնդիր լինելու դեպքում, որտեղ Ռուսաստանը եւ Ուկրաինան միաժամանակ տարբեր տարիներին մեզ հացահատիկ ուղարկել են երաշտի դեպքում կամ հրդեհների պատճառով սրանից մի քանի տարի առաջ ուղակի արգելեցին արտահանումը, որովհետև դա ոչ թե ուղղված է Հայաստանի դեմ, այլ դա ուղղված է իրենց երկրի խնդիրները լուծելուն։ Սրան պետք է մենք պատրաստ լինենք եւ իրավունք չունենք ինքնաբավության որոշակի աստիճանի պետք է հասնենք։ Ես դեռ չխոսեցի գնաճի մասին, եթե նկատեցիք։ Եթե պարզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ ես սկսում եմ դա կենսաթոշակառուց, որտեղ ամենախոցելին է։ Եթե գնաճն էլ հաշվի եք առնում, չի կարելի այդպես թողնել, լքել եւ չկա ուրիշի ծնող։ Մեր ծնողներն են։ Եվ մենք ծնողներին պետք է հոգ տանենք, խնամք ունենանք։ Եվ այդ բարձր ճառերը ի վերջո ավարտում են նրանով, թե ինչպես է ապրում մեր ավակ սերունդը, որը կառուցել է մեր երկիրը ի վերջո։ Սրանք խնդիրներ են, որ պետք է իրար կողք շարել եւ ես այդպես խոսացողներին ոչ թե կասեմ, որ Հոլանդիայից մեկը զանգեց, թե Ֆրանսիայից զանգեց, ինչ առաջարկեց, այլ եթե դու տղա ես, տենց տղայական կեցվածքով բաներ ես խոսում,
կազմակերպի դա քո գործը, թող խոսի դրա մասին։ Փորձիր օգնել քո պետությանը նախկին վարչապետ։ Այդքան է քո գիտելիքները, այդպես ես ղեկավարել Հայաստանի տնտեսությունը։ Դրանով ես արժանի, հա, դասվելու հզոր Վազգեն Սարգսյանի եղբայր լինել։ Պարոն Մանասյան, բայց բացի նրանից նաև իշխանություններն են խոսում գազի այլընտրանքային աղբյուրների մասին, ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք մեր սեփական գազը կունենանք, Ալիևը 2 օր առաջ ասում է կարող է մեր վառելիքի երաշխավորը եւ մատակարարը դառնալ։ Ինչպես ենք մենք փոխարինելու ռուսական էժան գազը, չգիտեմ, Ադրբեջանից ենք ձեռք բերելու, սեփականն ենք ունենալու։ Այս դեպքում ես մարդկանց հարցը ցակում եւ կարծում լրագրողները լավ կլինի որ այդ հարցը ուղղեն Ադրբեջանից այդ եզրույթը չի կարելի օգտագործել կախվածություն չի լինելու, հա, այսինքն կարելի է փոխարինել ռուսական սապոկը, չէ, ռուսական սապոկը, որ շատ սիրում են ասել, ուրիշ բառեր չեն օգտագործում այդ կարամիտները, ուրիշ բառ չունեն խոսելու, այսինքն իրենց չի հետաքրքրում ոչ Ռուսաստանի չգիտեմ, տնտեսության այն առանձնահատկությունները, որ մենք կարող ենք հումք ներկրելու համար օգտագործել, Միացյալ Նահանգները զարգացած երկրները դա հասկանում են, Հայաստանը չէ, Հայաստանը ուզում է թշնամանալ, իսկ թշնամուն բերել բարեկամի տեղը դնել եւ ասել իրենից կախվածություն չենք ունենա։ Սա մեր ամենանվիրված, ուրեմն հարազատնա որ կա, ուղղակի չենք իմացել։ Յաթաղանի երկիրը փոխարինի այն երկրին, որին մենք այսպես անընդհատ կզմիթներ ենք հասցնում։ Ինչպես ենք դա անելու։ Լավ, ընդունենք, որ իսկապես ես այստեղ փաստաբանը չեմ, ոչ Ռուսաստանի, ոչ մյուսի։ Բայց ես ուզում եմ ուղղակի մարդիկ թմբիրի մեջ չլինեն։ Յաթաղանի երկիրը հիշեն, որ իրենց երբևէ բարյացկամ վերաբերմունք չի ունեցել եւ մի հսկայական զանգված այդ երկրներում ազգայնամոլները եսի նկատի ունեմ քնում ու արթնանում են հայ ազգը վերացնելու մոլուցկով եւ չեն երկչոտ չեն եւ չեն թաքցնում միայն արևմտյան Ադրբեջան եզրույթը չի Թուրքիայից էլ լսեք ուշադիր թե ինչ են խոսում ինչ ծրագրերի մասին են խոսում եւ մենակ այն փաստը որ Թուրքիան ասում է այ մինչեւ դուք Ադրբեջանի այդ հարցերը չլուծեք ես ես այդ չեմ բացի դա ուղղակի իսկապես վիրավորական է ինքնիշխան պետության համար իսկ ինչա Իսրայելը չի կարող այդքան փոխզիջումների գնալ կամ զիջումների գնալ ինչի չի անում որովհետև չի ուզում իր տեսակը վերանա հասկանում եք ամեն ինչը կարելի է այսպես փորձել պատճառաբանել եւ այլն բայց ի վերջո մնում է մարդու հայի ինքնությունն է մնում ինչի են վախենում ազգային ինքնությունից ինչի չեն ուզում այդ ոչ միայն բառերը այլ նաեւ խորհրդանիշները թողնել իրենց տեղում դուք կարծում եք Ադրբեջանի կամ Թուրքիայի ախորժակը դրանով բավարարվելու է գալու են մետրոյի կայարանները սկսեն Գարեգին Նժդեհից սկսած Սասունցի Դավիթ լրիվ անվանափոխել ֆուտբոլային ակումբների անունները սկսեն փոխել մեր ձեզ հետ միասին ասեն այս անունը որտեղից եք վերցել ինչի եք վերցել եւ այլ սա կախվածություն չի սա ճորտացում չի սա օտարին ծառայել չի բայց եթե կարելի է ռուսի կամ չգիտեմ որևէ այլ Բելարուսի կամ Ղազախի Ղազախները գիտեք ուր են հասել եւ ինչքան սովորելու բան ունենք իրենցից դա էլ է կախվածություն ինչի մեզ նեղություն չենք տալիս գնանք մի հատ հասկանանք Ղազախստանը ինչքան հեռու է գնացել իր միջազգային ֆինանսական կենտրոն ստեղծելով ինչքան հեռու է գնացել իր պարենային անվտանգության խնդիրը լուծելով աշխարհում ինչքան էլ որ տարօրինակ հնչի չեմպիոնը պարենային անվտանգության լուծման առումով Բելարուսն է լավ մեզ գոնե այդ հարցով հետաքրքիր է մի հատ հասկանանք ինչպես է լուծել մեթոդաբանությունը գոնե հասկանանք մենք քանի տոկոսով ենք մեզ բավարարում Արցախից կտրվելով եւ Արցախից այլևս հացահատիկ չներմուծելով բայց ոչ միայն հացահատիկ մենք բազմաթիվ ապրանքատեսակներ ենք այնտեղից ունեցել որի մասին լռում են մսամթերքից սկսած միրգ բանջարեղեն եւ այլն կարողացանք դա բազմազանեցնել հա կարողացանք այլ աղբյուրներով կարողացանք այդքան իբրև պետություն մեր հարևանի հետ հարաբերվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այնտեղից
շատ բաներ դասեր քաղել, թե ինչպես է այս երկիրը ինքնաբավ բազմաթիվ ապրանքատեսակներով, գյուղմթերքներով եւ այլն։ Մենք համագործակցության որևէ քայլ արել ենք, այդ հարաբերությունները չեն կարող կոչվել հայ-իրանական, դրանք Իրանը հայկական են։ Որևէ ներուժ չի օգտագործում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման։ Պարոն Մանասերյան, նորից ուզում եմ վերադառնալ Եվրամիությանը, որովհետև դուք ասացիք Եվրամիությունը ազնիվ է, մեզ հետ ասում է ձեզ չի ընդունում, բայց այդ ազնվության հետ մեկտեղ գալիս են այնտեղի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ասում են մեր Եվրամիության շուկաները բացվում են ձեր ապրանքների առաջ, ընդհանուր Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոսում է մինչև 99% երաշխիքի մասին գյուղատնտեսական ապրանքների համար, 90% խմիչքների համար։ Ինչպես են հայկական ապրանքները հասնելու, արդյոք այդ ստանդարտներին Եվրամիությունը չի նայելու մեր դեպքում։ Ես իհարկե հասկացա ձեր հարցը, շատ լավ հարց եք տալիս, բայց ամենայն հարգանքով բոլորին ես չէի համարի, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը շատ նվազագույն ժողովրդավարություն ունի, եթե կարող ենք այսպես ասել, կամ ընկալում ունի հենց Եվրոպայում, ինքը կարող է պատասխան տալ իր բառերի համար։ Ես իրեն այդ դասակարգման մեջ նկատի չունեի։ Ինքն եզակիներից է, որոնք ուղղակի վիրավորում են Հայաստան։ Ես եկել եմ ասելու, որ կարող եք ինձ վրա հույս դնել, մեզ վրա հույս դնել։ Ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Ում հետ դու գործ ունեք։ Դժված կամ, չգիտեմ, կախյալ վիճակում գտնվող երկրի դրանով ինչ եք ուզում ասել, այսինքն ո՞րն է ենթատեքստը, կամ դուք համարժեք ինչ-որ բան եք փորձում փոխհատուցել, հա, ուրա ձեր 50 միլիոնը եւ 700 միլիոնը ես արդեն թվեր բերեցի։ Թող առաջի դասարանցին վերցնի եւ համեմատի, տեսնի իրար հետ կապ ունեն, թե կապ չունեն։ Ես նրան բնավ ազնիվ եվրոպացի չեմ համարում, բայց եվրոպացի բավական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ես առիթ ունեցել եմ զրուցելու եւ շատ իմ գործընկերներ, նրանք հստակ ասում են, մեր նպատակը ոչ թե ձեզ Եվրամիության անդամակցությունը ապահովելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հանելը։ Շատ ազնիվ, ես նկատի ունեմ, երբ որ ասում եմ ազնիվ են։ Իրանք չեն ասում ժամկետ, իրանք չեն ասում նույնիսկ պայման, այս պայմանը կբավարարեք։ Ձեզ թվում է Pernod Ricard ընկերությունը, որ Հայաստանի Երևանի կոնյակի գործարանն է ձեռք բերել, ինքը պիտի թույլ տա, որ հայկական կոնյակը, այնր կոնյակ արդեն չի կոչվում, ՍԵՊԱ համաձայնագրով պիտի 25 տարում հանենք, մենք 8 տարվա ընթացքում իբրև պետություն ոչ մի քայլ էլ չարեցինք, 9 տարի արդեն կլինի, այսքան լավ կառավարություն ունենք։ Rebranding պետք է անեն, ոչ մի քայլ չեն արել։ Ինչևէ, իբրև բրենդի նույնիսկ պիտի թույլ տան, որ այնտեղ մրցակցի Նապոլեոն կոնյակի հետ կամ մյուսների հետ, չի կարելի այսքան միամիտ լինել։ Ծիրանը։ Կամ Ծիրան են ասում կտանենք, այնտեղ մուրաբաներ են փակում։ Այսպիսի տկարամիտ մոտեցմամբ մարդկանց չի կարելի խաբել, բայց ես մյուս կողմից էլ նայում եմ, որ մեր հասարակությունը, հանրությունը պիտի մի քիչ սթափ մտածի, այսինքն ինչի հետ ենք ուզում համեմատել։ Էլի բազմազանեցնենք, էլի փորձենք զարգացնել, անկախ ամեն ինչից պետք է մենք շատ ակտիվ լինենք բոլոր երկրների հետ։ Ոչ ոք չի ասել, որ մեկ հոգու պետք է երթման արարողություն լինի, ասեն, որ մինչև կյանքի վերջ, չէ, որովհետև միշտ այդ քաղաքական շահերն ու տնտեսական շահերը փոփոխական են։ Բայց մենք ունենք ազգային շահեր, որով պիտի չափենք, թե ում հետ եւ ինչպես հարաբերվենք։ Վերջ առաջ մենք գալիս ենք մեր ինքնությանը։ Մենք մեզ ճանաչում, մենք գիտենք մենք ինչ ենք մեզնից ուզում։ Մենք դա էլ չգիտենք։ Իբրև պետություն։ Պարոն Մանասյան, նաև խնդրում եմ, որ ձեր մասնագիտական գնահատականը փորձենք ամփոփել։ Հիմա եթե մեզ ստում են, եթե մեր ապրանքները Եվրամիությունում այս պահին առհասարակ տեղ չունեն, եւ մենք տեսնում ենք, մեզ ասում են մեր ծաղիկները արտահանվել է, չգիտեմ, 25 երկիր, բայց տեսնում ենք սուպերմարկետում ինչ գնով են ծաղիկները վաճառվում։ Ընդ որում նույնիսկ այդ գնով չեն վաճառվում, հա, մտնում ես տեսնում ես արդեն թոշնած ծաղիկներ են։ Հիմա այդ դեպքում այս արտահանումը, որ տեղի չի ունենում, ինչ հետևանք է սա ունենալու մեր տնտեսության վրա։ Ինչ է սպասում մեր տնտեսությանը, որովհետև դեռ մենք չենք զգում այդ ամբողջ հետևանքները։ Ես կառաջարկեմ այն մարդիկ, ովքեր ուզում են դրա պատասխանը լսել կամ իմանալ, կամ կառավարությունը, եթե իսկապես ուզում է ազնիվ լինել եւ տեսնել, թե ինչ վնասներ է կրում հայ գյուղացին, գնա եւ գյուղում ապրի։ Ես գյուղում եմ ապրում։ Ինձ համար եւ երբեք նորություն չի, այսինքն նոր չեմ սկսել ապրել։ Գյուղացուն պետքա լսել, պետքա տեսնել ինչով է ապրում մարդը։
այդ լոզունգներով ինքը չի կարող կերակրի իր ընտանիքին։ Եվ փոխհատուցումով մենք հարց չենք լուծում։ Մենք պիտի մինչև այս ամեն ինչը տեղի ունենալը, այն որ ասում են ճշմարիտ խոսողի ձին պիտի թամբած լինի, ժողովրդական խոսք կա։ Մինչև այդ պետք է պատրաստվել այդ ամեն ինչին։ Ես մի կողմ եմ դնում նույնիսկ միջպետական հարաբերությունների վնասելը, մնացած խնդիրները, այդ մի կողմ եմ դնում։ Ընդունենք, որ թշնամի երկիր է Ռուսաստանը։ Ուզում հասկանալ ինչով է թշնամի եւ եւս մեկ տենց հզոր թշնամի ունենալով մենք ինչ հարց ենք լուծելու։ Եթե այդպիսի հարց կա, որ կարող ենք լուծել, առաջի քարն նետողը ես եմ։ Բայց եթե մենք քար նետելով ամբողջ երկրին վնաս ենք տալու եւ հետո թողնելու ենք փախնել, այդ խոսացողներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու։ Որևէ մեկը օրենք գրողներից էլ, հայհոյողներից, ռուսի սապոկ ասողներից, նրանք ես այսքան ժամանակ կներեք, որ մի փոքր միգուցե շեղում եմ, բայց ուզում եմ հասկանալ։ Մի տնտեսագետ գոնե կա, որը կարողանա Բանավիճի, Նվաստիս հետ կամ իմ գործընկերների հետ բերի հստակ փաստարկներ, թե ինչը ինչով ենք փոխարինում եւ երբ, ինչ ժամանակահատվածում։ Այսօր մենք կարող ենք մեր ազգաբնակչության գործարար շրջանակներին միայն գյուղացու մասին չի խոսքը։ Նաեւ մարդիկ, ովքեր զբաղված են գիտատար աշխատանքով, որոնք բարձր տեխնոլոգիաների ոլորտ են։ Մենք ունենք հրաշալի հնարավորություն եւ այսօր մեր հայրենակիցները եւ Միացյալ Նահանգներ, հիմնականում Միացյալ Նահանգներից, Թոնի Մորոյանը, մյուսները կարողացել են Հայաստանը բավական տեսանելի դարձնել համաշխարհային մակարդակով։ Բայց միայն դա չէ, արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումը, փոքր բիզնեսը ի վերջո ինչ հնարավորություններ ենք ստեղծում։ Եթե այդ շուկան ձևավորվել էր տասնամյակներով, դրա փոխարեն մի քայլ անում ենք, որ ասենք, այ կարող եք եւ այնտեղ օրինակ իրացնել ձեր ապրանքը, եւ մենք ձեզ որպես այլընտրանք առաջարկում ենք եւս 1-2 հնարավորություն։ Հիմա ասում են Եվրամիությունում կարող եք ձկնամթերքը ուղարկել։ Շատ լավ, իսկ այդ ենթակառուցվածքները ձուկ աճեցնողը դուք պատկերացնում եք ստիպում են, որ ինքը գնա գրանցվի այն նետվորքներում, համակարգերում, որտեղ պահանջում են հատուկ գիտելիքներ այնուամենայնիվ, որպեսզի նաև լոգիստիկ հարցերը լուծվի, ոչ միայն լոգիստիկ, նաև իրենց Բայց ասած ՍԱՏՄ նախագահն ասում է 95% ընկերությունները համաձայնվել են։ Իսկ ինչ պիտի անեն այդ ընկերությունները։ Այլընտրանք չկա այս բանի փաստի առջև են կանգնած։ Իրենց համար շատ ուրախալի նորություն է։ Մենք հետո պետք է իրենց կողքը լինենք, պետությունը, կառավարությունը պարտավոր է կողքը լինել։ Ես չեմ խոսում այն մասին, որ աջակցությունը արտահանման պարտադիր բնույթ է կրում բոլոր երկրներում։ Պետք է հասցնել շուկա, որից հետո տնտեսվարողը արդեն կգնա առաջ։ Պարոն Մանասյան, ես շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի տնտեսագետ Թաթուլ Մանասյանի հետ։ Մենք կհանդիպենք երկուշաբթի նույն ժամին, լավ եղեք։